44 օրվա պատերազմի ժամանակ ինչ օրեր ենք ապրել, անասելի, ամենքս միանկյուն էինք մտնում, թաքուն մեկս մեկուց գաղտնի լացլում, հանգստանում, մինչև երեխես զանգում էր, որ կենթանի եմ, որ դինջանում ենք։ Մի օր, մի անգամ 7 օր չզանգեց, մեռանք մենք այդ 7 օրը, մեռանք, մինչև որ երեխես 7 օրից հետո զանգեց, թե հնարավոր չէր, մարդկոցու, ինքը հրետանավոր էր, մարդկոցու պատրաստ վիճակը մեր հնարավոր չէր զանգեի։ Նարինեն ու Ռուբենը ձեր երազած մեծ ընտանիքը կառուցեցին, գոհ եք։ Գոհ եմ, 11 թոռ ունեմ, 16 ծոր ունեմ, ծորներս էլ են ընդունակ, մեկը հիմնական դպրոցը փայլմա ուղակի, բայց նրան էլ տանն եմ, տանը նրա կապրիզները տանը կոտրեցի, լացել էր լինում, չէի նայում, կոտրեցի նրա կամքը, կապրիզները։ Կոտրեցիք, որ սովոր են։ Ահա, օգնեցի և շատ լավ սովորում է։ Ամերիկայի աղջկա թորնիկիս տղեն ենքան լավ երեխա թիմի իրանց դասարանի կապիտան են ընտրել, այս սերունդը դրանով ես բավականանում եմ, ուրախանում եմ, որ իմ սերունդը ոչ միտեղ վատ արարքներ չեն անում, բոլորը ճիշտ ուղու վրա են։ Տիկին Ծովինար, երեխաների դաստիարակության մեջ ինչ սկզբունքներ եք կիրառել, որ կարող է օգտակար լինել նաև մեզ։ Ահա։ Սեփական երեխաների, թոռների, սաների։ Սեփական երեխաներից աղջկասել տղայի Ռուբիկին է ես եմ պարապել։ Մեզ տղաց մի քիչ ուշ էր ենթարկվում։ Ասում էր, խիչ ես ինձ էլ դու պարապել, որ խեղտես ինձ։ Առաջին 2 ամիսը երեխաներին ուսումնասիրում եմ, բնավորության գծերը, ում հետ ինչպես վարվել, ում ինչպես ճիշտ ուղու վրա դնել։ Ծնողների հետ է ծանոթանում, անպայման, որ տեսնեմ ինչ ընտանիքից են։ Եվ հոգեբանորեն մոտենում էի բոլոր երեխաներին։ Դասի ընթացքում ես նստել չգիտեի, պետք է շրջվեի, մինչև ատառը ուսուցանելը, իհարկե արդեն այնքան հմուտ էի տալիս, որ երեխեքը կարողանում էին վերջում էլ ասեն ատառ, միջում էլ ասեն, սկզբում էլ։ Շրջում էի անընդհատ, մի հատ գրում էին, գրիչներն ասում էին ցած դրեք, մի մարդու պես լսում էին, շրջում էի բոլորին, ումը անհաջող էր, ցույց էի տալի օրինակը, ումը հաջող էր, ասում էի, քեզ մոտ հաջող է ստացվել։ Խիստ եք եղել, տիկին Ծովիկ։ Պահանջկոտ, ոչ թե կոպիտ խիստ, այլ պահանջկոտ եմ եղել։ Պետք է ճիշտ լինի, մինչև հիմա էլ այդպիսին եմ, տանն էլ, ուզում եմ ամեն ինչը ճիշտ լինի։ Պարապել եմ իմ երեխեքին, իմ թոռներին, բոլորը լավ են սովորել, Ռուբիկս էլ, աղջիկս էլ, թոռներս էլ, Ծովինարս, Անիս, բոլորին պարապել եմ։ Առաջին տղայիս 2 աղջիկը մեծ ու փոքր էին, բայց 2-ին էլ բերեցի, որ 2-ն էլ իմ դասարանում լինեն, մեկը 6 տարեկան, մեկը 7, այդպես։ Ձեր թոռներին, երբ որ դասավանդում էիք, տարբերություն ինչպես էիք կարող անել, որ նույն պահանջկոտությունը նաև սեփական թոռների տարբերություն չէի տնում, հավասար պահանջներ բոլորի նկատմամբ, որ իրանք չզգան, բայց մի տարբերություն կար, դասամիջոցներին, առաջին թոռներիս,
առաջին տղայիս թորների։ Տանիցը միշտ ուտելիք էի տանում, նրանք արդեն առանձին էին ապրում։ Տարբերությունն էր, որ դասամիջոցներին նրանց կերակրում էի, Դե տատիկ էիք։ որ խիղճս հանգիստ լինի, առանձին էին ապրում։ Վաղվա համար, մեկ տարվա համար, ապագայի համար, ինչ պլաններ ունեք, ինչ երազանք ու մտադրություններ ունեք։ Դե հիմա, որ ասում եմ, առողջ մնամ երեխուս հարսանիքն անեք, նորից կլեմ, ջղայնանում են, ասում են մի ասի։ Իմ նպատակն է իմ երեխուն ամուսնացնեն, տանտեր դառնա, ծլի, ծաղկի, իրանք էլ առողջ լեն, տղես էլ, հարցս էլ, աղջիկս էլ առողջ լեն, իրանց երեխեքի հետ միասին։ Եվ աշխարհին ամենաշատը խաղաղություն եմ ուզում, որ իմ երեխեքը հանգիստ չմչեն, այ կուզեմ մեր ղեկավարները իրար չգբստեն, երբեմն այնպիսի բան են գտնում, խորհրդարանը մեկ էլ տեսնում ես վեր կացան մեկը շիշ գցեն, ջուր գցեն, դա ամոթ է, էլի ամոթ է, ոնց էլ ցուցադրում են, գոնե ցույց չտան, էլի։ Մեկ էլ տեսնում ես բանը հեռուստացույցում էլ են ցույց տալի։ Չի կարելի։ Facebook-ում կաք։ Այդ չեն սովորեցնում, վախենում են շատ խառնվեմ։ Կարող ասում այնպիսի բան գրես, որ մեկ էլ դուր չգա, հա, այդ չեն սովորեցրել, որ սովորեցնեն այդ էլ կանեմ։ Վանոս միացրեց, հարցազրույց էր Վանոս Ավետիսյանի հետ, ասեց նա այդպես ինչ հարցեր է պատասխանը, կարող է քեզ էլ այդ հարցերը տան։ Այսինքն մեր հարցազրույցին, մեր հանդիպմանը պատրաստվել եք Տիկին ծովի։ Երեխես հա ասեց պատրաստվի։ Քաղաքականությանը հետևում եք լուրերին։ Անպայման։ Ոնց եք հետևում։ Բանով ականջակալով լսում եմ հեռուստացույցը, թորներս պլանշետը առել են, 2 հատ են առել։ Այն մեկին չհավանեցին, մեկ էլ էս առան ծննդյանս օրը։ Առաջինը աղջկաս տղաներն էլ են մասնակցել, իսկ սա քույր ու աղբեր են առել, Վանն ու Անուշը։ Այն մեկը հին ասում, սրանով նայում եմ, գրում են, հետևում եմ, շատ բաներ դուրս չի գալի։ Ձեր հաղորդումը կնայեք, տեսնեք կհավանեք։ Ուղարկեք։ Կուղարկեմ, գտաք։ Չէ, չգտա։ Մայրության տոնին նվիրված գեղեցիկ ձեռագիր մրցույթ 3-րդ բենդեսարանում։